Շատ են ասում են ինչ է փոխվել Հայաստանում, ինչ է փոխվել, Հայաստանում փոխվել է մի բան, որը թվում էր թե անփոփոխելու է, դուք եք որոշում, թե ով է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, դուք ձեզնից յուրաքանչյուրը, եւ Հայաստանի Հանրապետությունում ով կլինի վարչապետ հաջորդ 5 տարիների ընթացքում կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, գիտեք որ մի մարդուց է կախված, թե ով կլինի վարչապետ հաջորդ 5 տարում, գիտեք որ մի մարդուց է կախված, ընդամենը մի մարդուց է, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը դու դեռ չէ, որովհետև դու դեռ չափահաս չես, դու դեռ չես ընտրում, երբ որ դու 18 տարիդ կլրանա, դու էլ կլինես այդ մարդկանցից մեկը, եւ ուրեմն այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ այդ մեկ մարդը դու ես, ինձ ամենաշատ էսա դուր գալիս, որ այս թվարկման ժամանակ արդեն կեսից մարդիկ սկսում են ձեռ բարձրացնել, ասում են ինձ է ցույց տու, որովհետև եւ դա ամենամեծ հաղթանակն է մեր, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ինչքան ձեռ բարձրացնող եղավ շարունակելու եմ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ դու արդեն եղել ես, դու էլ այն կողմ գնա։ Եվ ուրեմն, եւ այդ մեկ մարդը դու ես, եւ ուրեմն, սիրելի ժողովուրդ, 2026 թվականի հունիսի 7-ին գնում ենք ընտրական տեղամաս եւ արձանագրում ենք, որ դուք, միայն դուք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդի ձևավորմանը մասնակցող այդ մեկ մարդն է, որ կարող է որոշել երկրում իշխանության ճակատագիրը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինչ որոշում էլ կայացնի ազատ կամքի արտահայտման, մենք հլու եւ հնազանդ կենթարկվենք այդ որոշումներին